Սեթրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով։ Ռոբերտ Քոչարյանը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի դատարան կներկայացվի բացառապես անհրաժեշտ բժշկական հետազոտությունները անցնելուց եւ առողջական վիճակի վերաբերյալ պատշաճ եզրակացություն ստանալուց հետո։ Դատարան են ներկայացվել նաեւ գործով ձերբակալված մյուս անձանց, այդ թվում կառավարական առանձնատների տնտեսության նախկին տնօրենի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները։ Իրավական այս գործընթացը առնչվում է 1999-ից 2009 թվականների ժամանակահատվածին վերաբերող քրեական վարույթին, որի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 6 անձ։ Հայաստանը չի վատթարացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ շարունակում է ձգտել բարիդրացիության, իսկ հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի սահմանափակումները հակասում են երկկողմ հարաբերություններին եւ ԵԱՏՄ կանոններին, հայտարարել է խորհրդարանի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու նա չի ընդհատել, երբ Նիկոլ Փաշինյանը այնպիսի արտահայտություններ է արել ԱԺ-ից, որը իրեն սահմանած բարեկրթության նորմերի մեջ չէր մտնում, Ռուբինյանը նշել է. Որովհետեւ ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ընդդիմությանը վիրավորելու ուղղ Չէ, բայց ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցի։ Հարգելի գործընկերներ, ասում եք, ասում եք ձեր վեհապարը պիղծ է, բայց դա կոնտեքստում է, չի ասում եք ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն չի եւ հետեւաբար զբաղվում է պղծությամբ, հետեւաբար պիղծ է, դրա ինչն է վիրավորանք։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մեղադրել է Հայաստանին կեղծավոր քաղաքականություն վարելու համար։ Նա նշել է, որ Երևանը խաբում է ԵԱՏՄ գործընկերներին, շարունակելով օգտվել կառույցին ձեռած արտոնություններից, մինչդեռ նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը։ Դա ցինիկություն է եւ սխալ է։ Հստակ ասեք, դուք գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում պետք չէ այստեղ արտոնություններ ստանալ, շեշտել է Վոլոդինը։ Ռուս պաշտոնյայի այս արձագանքը հաջորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։ Ըստ նրա, Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկա 5 տարում Հայաստանը այդ կառույց վերադառնալու կամ աշխատանքները ակտիվացնելու ծրագրեր չունի։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հայաստանի առևտրի կրճատումը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ որևէ քրիտիկական ցնցումի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծ չէ, իսկ Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի հետ Երևանի ապրանքաշրջանառությունը չնչին է։ Անդրադառնալով հայկական որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներին, պաշտոնյան նշել է, որ դրանք զուտ անվտանգության նկատառումներ ունեն եւ միտված են ապահովելու ԵԱՏՄ սանիտարական եւ բուսասանիտարական պահանջներին համապատասխանող արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են համաշխարհային անվտանգությունը եւ խախտում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները։ Նա խստորեն քննադատել է բանկերին ու կառավարություններին ներկայացվող Վաշինգտոնի վերջնագրերը, շեշտելով, որ ոչ մի արժանապատի պետություն չպետք է հանդուրժի կոպիտ ուժի եւ օրենքի համակարգված խախտումների նորմալացումը։ Որպես օրինակ, նա մատնանշել է Կանադան, որը այժմ իր վրա է զգում ամերիկյան բանակցությունների քողի տակ թաքնված կոպիտ վարքագծի հետևանքները։ Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերն ամբողջությամբ մաքրվել եւ զինաթափվել են։ Իրանին տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կոչնչացվի, գրել է նա։ Ռուսաստանի ավելի քան 15 շրջանի, այդ թվում Մոսկվայի, խոցվել է 10 դրոն։ Ղրիմում հոպ ուժերը ոչնչացրել են ռեկորդային քանակի 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Զանգվածային հարձակման հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակող գործարանում եւ Տամբովի մարզում գտնվող Վալբերիզի լոգիստիկ կենտրոնում։ Անվտանգության նկատառումներով գիշերը ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի 9 օդանավակայանի աշխատանքը։ Նախորդ օրը եւս Ռուսաստանում խոցվել էր 187 ուկրաինական ԱԹՍ։ Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 նորածին է զոհվել։ Նորածինների պալատում պատահարի պահին գտնվել է 16 երեխա, հաջողվել է փրկել միայն մեկին։ Հրդեհը ըստ աղբյուրների առաջացել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով։ Իսպանիայի Սան Սեբաստիան դե լոս Ռեյես քաղաքում անցկացված ցելերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվել։ Վազքը տևել է 2 րոպե, դրան մասնակցել է 1800 մարդ։